Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում։ Ես Նադյան եմ ու այս պահին աստիճաններ եմ բարձրանում, շունչս կտրվում է, Ադանն է։ Բայց սիրելի հետևորդներ, գնում ենք թատրոն, օրը կիրակի է, այսօրը Ադանին ենք նվիրել, սոսեի ծնվելուց հետո աշխատում եմ տղաների հետ, առանձին ժամանցներ կազմակերպել։ Բարձրանում ենք իր դասընկերներին հանդիպենք ու բոլորով միասին գնանք։ այսօր ես ու մայրիկս գնում ենք հանդիպենք իմ դասարանին եւ այնտեղից նստենք ավտոբուս եւ ավտոբուսով գնանք թատրոն։ Որ դասարանում ես սովորում։ Ես երկրորդ դասարան։ Մենք արդեն տեղ ենք հասել ու ինձ շատ հետաքրքիր էր, որ իմ մայրիկը դրսում ինձ է սպասելու եւ ես իմ ընկերների հետ մտնելու եմ ներս։ Դե իհարկե մայրիկը չի պատրաստվում դրսում սպասել 1:30-ից 2 ժամ։ Ես որոշեցի առիթը բաց չթողնել ու գնալ խանութներով գնումների սոսեի համար մասնավորապես պետք է ընտրեմ զգեստ, որպեսզի հասկանամ սոսեի ամսականը ինչ երանգների մեջ ենք անելու։ Այս շորիկը շատ դուրս եկավ ու մտածում եմ կարելի է այս շորիկի մեջ ինչ-որ բան մտածել, տորթիկ անել վարդագույն կամ դեղին, կապույտ։ Շորիկը թույլ է տալիս երևակայել, պատկերացնել ու տղաների համար էլ կարծում եմ էլի հնարավոր կլինի շապիկներ գտնել մարմնագույն կամ սպիտակ ու ձեռքի հետ էլի ինչ-որ բաներ նայում եմ, ձեզ էլ իհարկե ցույց եմ տալիս, գուցե ձեզ էլ հետաքրքրի։ Տեսականին բավականին լավն է, որակյալ ու ահագին մատչելի։ Ես եկել էի սոսեի համար ամսականի զգեստ գնելու, բայց չդիմացա ու միանգամից մի քանի բան վերցրի։ Բալերի պրինտի վրա վաղուց աչք ունեի, անգամ սոսեի համար պատվիրել էի բալերով ժակետ, որ գարնանային սիրուն լուք հավաքեի, բայց եկավ այդ ժակետը իմ սպասվածից ավելի մեծ չափս ու չկարողացանք ես գարնանը հագնել, հուսամ աշնանը գոնե հագով կլինի, չնայած ինքը ավելի շատ գարնանային է։ Ու երբ խանութում տեսա բալերի պրինտով հագուստներ, չկարողացա դրանց կողքով անտարբեր անցնել ու վերցրի նաև բալերով սեթ։ Մի խոսքով մի քանի սիրուն սեթեր վերցրի ամառվա համար, ամռանը կհագնի սոսեն, վերցրի նաև զգեստ իր ամսականի նկարահանումների համար, ուզում էի նաև մի քանի մազակալ վերցնել, բայց հետո հիշեցի, որ լիքը մազակալ պատվիրել եմ։ Հանդիպեցի ընկերուհուս Ադանի ծնողներից։ Երեխեքին ճանապարհել եմ, գեղեցիկ նկարել եմ։ Լսի, հա, մտածում եմ, այն սիրուն բաներով, ինչ մեծ է, սրանց փոքրիկը գտնվի։ Մտածում եմ, ինչ անեմ, մի բան պետք է էլի։ Գույները որոշել ես։ Հենց հետա չեմ որոշել գույները, լես ինչ չափ, հա։ 2-ից 3 տարեկան, ինչ լավն է։ Դες այնքան խելոք, հա, այնքան խելոք։ Մի աշխարհ խանութներով շրջելուց ու գնումներ անելուց հետո, քանի որ դեռ էլի ժամանակ ունեինք, մինչ երեխաները կավարտեին, որոշեցինք նաև նստել, մի փոքր շփվել, սրճել, զրուցել, հետո գնացինք արդեն երեխաների հետևից, վերցրինք իրենց ու ավտոբուսով ուղևորվեցինք դեպի դպրոց, որտեղից արդեն բոլորը կգնային տներ։ Տղաներ, հավանեցիք ներկայացումը։ Այո։ Հա, այո։ Քեզ ինչ տվեց ներկայացումը։ Ինչ տվեց, որ եթե աղքատ մարդիկ ձեզնից հասկամ ուզում են ձեր մոտ ապրեն, թողեք։ Որեցինք լինել միշտ բարի։ Եսը։ Տարին ունի 4 եղանակ, ծաղկած գարուն, շոգ ամառ, ոսկե աշուն, ծմեր ջերմակ, տարին ունի 4 եղանակ։ Տինի, վարայի, վարի,
Мы не проходили, это нам не задавали. Парам-пам-пам, парам-пам-пам. Воевали. Это, братья, мне по силе, откажусь теперь не двали. Ես սովորեցի, որ ինչ մենք անում ենք մյուսներին, այդ լավ կամ վատ բանը մեզ վերջում հետ է գալիս, վերադառնում մեզ։ Մենք արդեն հասանք, շատ լավ էր, շատ լավ օր ունեցանք, կարծում եմ Ադանն էլ Մի հատ 1000 դրամով 10 հատ փուչ։ Դե իսկ հիմա հերթն Առնոյինն է, եկեք պատմեմ ուր էի տարել Առնոյին, բայց այս անգամ արդեն Սոսեի հետ միասին ու պետք է ասեմ հանուն արդարության Սոսեն իրեն շատ խելոք ա պահել։ Ես Առնոն ու Սոսեն գնացել էինք փանքեյքի պատրաստման մաստեր կլասի, հիանալի փորձառություն ա իդեպ, եթե ունեք Առնոյի տարիքի երեխաներ, անպայման տարեք, հիանալի ժամանակ կանցկացնեն։ Երազայգու Սորիսո սրճարանում էինք, մտանք ու միանգամից գտանք այն տեղը, որտեղ պետքա նստեր Առնոն, բայց ինքը սկզբում մի փոքր ամաչում էր։ Հետո շատ արագ բացվեց, սկսեց արջուկ պատրաստել փանքեյքով, զարդարել ու վերջում արդեն համտեսեց իր պատրաստած արջուկին։ Երեխաների մասնակցությունը նման փոքրիկ միջոցառումներին շատ եմ կարևորում, իդեպ սա միջոցառում չէր նախատեսված բլոգերների համար, ինչպես շատ հաճախ սովորեք տեսնելու մեր ալիքներում, սա մի միջոցառում էր, որին կարող են բոլորը գրանցվել և տանել իրենց երեխաներին, մուտքավճարն էլ շատ մաչելի էր։ Ինչ էր քո անունը, Լուսի, ճիշտ էի հիշում, ինչ ես անում, որ թիմին բերես միավոր։ Դե ինչպես տեսնում եք, միջոցառումը չէր եզրափակվել միայն փանքեյք պատրաստելով, հետո նաև քաղցր բամբակ պատրաստեցին երեխաները, համտեսեցին, լիքը պարեցին, խաղացին, շատ լավ ժամանակ անցկացրին։ Էնպես որ անպայման հաշվի առեք, բաց մի թողեք առիթը, հնարավորությունը, անպայման տարեք երեխաներին նման փոքրիկ միջոցառումների, դա նպաստում է իրենց ճիշտ զարգացմանը, որպես մարդ ձևավորմանը։ Այստեղ էլ թողնում եմ մի քանի շատ սիրուն կադրեր Սոսեի ամսականից, ինձ թվում է կադրերից արդեն հասկացաք, թե որ շորիկն էի ես ընտրել իր ամսականի համար ու ինձ թվում է Սոսեին շատ սազում է, տորթիկի հետ էլ շատ համահունչ է։ Դուք վայելեք այս կադրերը, իսկ ես արդեն պետք է պատրաստվեմ Սոսեի հաջորդ ամսականին, ամեն ամսականին հագուստները միշտ մեծ սիրով ընտրում, համապատասխանեցնում եմ։ Բավականին ուշ ժամ է, տանը լռություն է, բոլորը քնած են, Սոսեն քնած է ինձնից քիչ հեռու, բայց ես չէի կարող գնալ քնելու առանց անբոքսինգ անելու, որովհետև վաղը հրավիրված եմ շատ սիրուն միջոցառման ու հույս ունեմ, որ այս փաթեթում կգտնեմ իրեր, որոնք գուցե վաղն ինձ պետք կգան, այնպես որ միասին անբոքսինգ ենք անում։ Սոսեի համար մազակալներ են, ավելի աշնանային, մազակալները մոտ 10 տեսակի նկարում պատկերված էին ու նշված էր, որ ռանդոմ ուղարկելու են, պատահականության սկզբունքով ցանկացած երկուսը ու ուղարկել են աշնանային թեմատիկայով երկուսը, էլի շատ սիրուն են, մինչ հաշուն կարծում եմ Սոսեն ավելի հաստլիկ մազեր կունենա ու իրեն ավելի համապատասխան կլինի։ Այստեղ ունենք գլխակապ ինձ համար, հույս ունեմ մամա աղջիկ սիրուն լուք ստանալ և ինձ համար օգտագործել այս գլխակապը, շատ սիրուն է իրականում, սենց
կապեցի, այդքան սիրուն չեղավ, բայց երբ մազերս հարդարված լինեն, այս դիմացի հատվածից sense թեթև չոլկա թողեմ, ինչ որ ալիքներ անեմ մազերս, կարծում եմ շատ սիրուն կլինի։ Ոայ, պետք է տեսնեք չեմ կարա։ Այ շատ սիրուն է, արդեն պատկերացրի սոսեին այս մազակալներով։ Այստեղ ունենք ժիլետ գործվածքից, այսենց մի բան։ Շատ ավելի մեծ է ու անկեղծ ասած, այս վերջին շրջանում սոսեի ծնունդից հետո ինչ պատվիրում եմ, հագովս մեծ է գալիս ու ոչ թե ես պատվիրում եմ ճիշտ չափ, իսկ իրենք մեծ են ուղարկում, այլ ես եմ պատվիրում մեծ չափ, չգիտես խի, ինձ թվում է, որ սոսեի ծնունդից հետո ես շատ գիրացել եմ, որ ես էլ իմ չափերի մեջ չեմ, բայց ինչ պատվիրում եմ, հագովս մեծ է գալիս ու պետքա ինձ սովորացնեմ անցնել իմ հին չափերին ու կրկին պատվիրել այն չափերը, որոնք ես միշտ հագել եմ, հիմնականում S, հազվադեպ M, իսկ հիմա չգիտես խի սոսեի ծնունդից հետո ամեն ինչ L եմ պատվիրում, ես որ երբեք L չեմ հագել, ինձ թվում է, որ ես L չափի եմ հասել ու ինչ պատվիրում եմ, հագովս մեծ է գալիս։ Չեմ զարմանա, որ սա էլ մեծ լինի, որովհետև սա էլ եմ L պատվիրել։ Այ այսպիսի մի բան է։ Ժիլետիկ, վաղը կփորձեմ, եթե սիրուն լինի, կհագնեմ վաղվա միջոցառմանը, բայց անձեն աչքով արդեն տեսանելի է, որ էլի մեծ է։ Եկեք սա էլ նայենք, հետո կանցնենք երկու փոքրիկ աքսեսուարներին։ Պատվիրել եմ 3 ամենաբազային գույներով, սպիտակ, սև և կրեմովի տոպեր, որոնք պատրաստվում եմ հագնել պիջակների տակից, կոստյումների, վերնաշապիկների, չգիտեմ, այսպիսի ձգվող տոպեր են։ Եվ այստեղ ունենք 2 աքսեսուար, ականջողեր, որոնք արդեն տեսնում եմ, որ շատ գեղեցիկ են։ Եվ կրկին մազակալ սոսեի համար ես միշտ երազել եմ ունենալ աղջիկ երեխա ու իր համար գնել շատ մազակալներ։ Բարեբախտաբար սոսեն ծնված օրից ունի խիտ մազեր ու ես կարող եմ ինձ թույլ տալ իր համար շատ մազակալներ գնել։ Շատ երջանկանում եմ այս փաստից։ Մի հատ նայեք, ինչ սիրուն են, շատ սիրուն, իսկապես շատ սիրուն են։ Այսպիսի և այսպիսի, կրկին վիշնյաներով, կարծում եմ իմ IS գլխակապի հետ, սոսեի այս մազակալները, պետքա որ շատ սիրուն նայվեն։ Տեսնենք։ Վերջ, սրանք էին իմ այսօրվա պատվերները։ Չգիտեմ վաղ այս պատվերներից որևէ բան կօգտագործվի արդյոք թե ոչ, բայց շատ սիրուն միջոցառման եմ հրավիրված և ուզում եմ գեղեցիկ տեսք ունենալ։ Այսօր պայմանավորվել ենք հանդիպել իմ այն ընկերուհու հետ, ով ընկերուհիս է 10 տարեկանից, չեմ հավատում, այդքան հին մնայուն ընկերություններ կարող են լինել, բայց այո, դա փաստ է և արդեն մեր բալիկներով, ճուտիկներով հանդիպելու ենք այսօր։ Հիմա գնում եմ իր տղայի համար նվեր վերցնեմ, քանի որ առաջին անգամ եմ տեսնելու իր բալիկին, սոսե հոգնեցիր, հա? Սոսեին փորձում եմ կայլասիկ նստեցնել, բայց իրանային այնքան էլ դուր չի գալիս,
Մի խոսքով ինչ էի ասում, հիմա գնում եմ տղայի համար նվեր վերցնեմ եւ քայլեմ արդեն պայմանավորված վայրը։ Սոսեին մի կերպ եմ կայլասիկում պահում, բացարձակ չի ուզում նստել, Առնոն էլ չի ուզում պարտեզից տուն գա, մենք շատ լավ ժամանակ անցկացրինք ընկերուհուս հետ, երևի 3 ժամից ավել միասին ենք եղել երեխեքի հետ։ Մինչ երեխաները ստանցնեն առել Սոսեին զբաղեցնել, եկա դիմահարդարումս մաքրեմ ու ձեզ հետ մի փոքր զրուցեմ, ու քանի որ այս պահին երեխաներն են զբաղեցնում Սոսեին, եկեք խոսենք հենց պես են տղաները վերաբերվում Սոսեին ու ինչ եմ անում ես, որ տղաների մոտ խանդ չառաջանա, որովհետև այդ հարցը ես շատ հաճախ եմ ստանում, թե ինչպես մեր տանը երեխաները չեն խանդում միմյանց։ Հենց սկզբից ուզում եմ ասել, հանուն արդարության լինել անկեղծ եւ ասել, որ Առնոյի մեջ եղել է խանդ Սոսեի նկատմամբ, բայց մենք հաղթահարել ենք այդ փուլը։ Կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր կլինի ինչպես հաղթահարել խանդը, եթե երեխաներից մեծի մեջ առաջացել է խանդ փոքրի ծնվելուց հետո, ինչպես հաղթահարել եւ ինչպես անել, որ երեխաները ունենան հոգատարության զգացում միմյանց նկատմամբ։ Առաջին եւ ամենակարևոր քայլը, որ ես կիրառել եմ ու մեր պարագայում շատ օգնել է դա, օգնություն խնդրելն է մեծից փոքրի խնամքի հարցում։ Օրինակ, երբ ես պետքա փոխեմ Սոսեի տակդիրը, միշտ Առնոյից օգնություն եմ խնդրում, Առնո ջան, կբերես Սոսեի տակդիրը, օգնես ինձ, որ ես կարողանամ իմ գործը ավելի արագ անել։ Կամ երբ Սոսեին պետք է լողացնենք, միշտ Առնոյին է ասում, Առնո ջան, կգաս ջուր լցնես, ես Սոսեին լողացնեմ։ Կամ երբ Սոսեի հագուստը պետքա փոխեմ, Առնո ջան, կբերես Սոսեի բոդին, ինքը գնում է սենյակ, կանգնում է դարակի մոտ, մամ, էս բոդի է, ասում եմ, չէ, հետո հանում այն մյուս ինչ-որ պոլզում կան, մամ, էս բոդի է, ասում եմ, չէ, էս բոդի է, ասում եմ, հա, էս բոդի է, բայց երկար թևով է, կլինի կարճ թևովը բերես, տեսեք, այդ ամբողջ է, ինչ-որ ժամանակ է, չէ, խլում, ու այդ ընթացքում ես կարող եմ ուղղակի արագ գնալ, բերել, մենակ թե ինձ հեշտ լինի, բայց մտածում եմ, որ շատ կարևոր է լինել այդ պահին համբերատար, շուտ հունից դուրս չգալ, ոչ թե բարկանալու առումով եմ ասում, հունից դուրս գալ, այլ կարող ես չէ նյարդայնանալ ու ասել, ուֆ, դե տարակը քանդեց, չի գտնում ոչ մի բան, ես կգնամ արագ կբերեմ, բայց չէ։ Պետքա համբերատար սպասես ու թույլ տաս, որ երեխան իրեն կարևոր զգա ու իմանա, որ քեզ օգնեց։ Ու հետո երբ Առնոն բերում է, ասում եմ, ինչքան խելացի ես դու, ինչքան շատ ես ինձ օգնում, կամ երբ Սոսեին պարկացնում եմ քնելու, Առնոյին ասում եմ, կուզես գաս նստես կողքիս, նկարչություն անես, կամ կուզես հեքիաթ պատմեմ քեզ համար։ Դրանք մանր թվացող քայլեր են, բայց իրականում շատ մեծ գործողություններ են ու օգնում են, որպեսզի մեծը կամաց ադապտացվի փոքրին։ Իրականում խանդը սկզբի շրջանում հատկապես բավականին նորմալ երևույթ է, պետք չի դրանից վախենալ, որովհետև տանը նոր անդամ է հայտնվում ու նորմալ է, որ երեխան պետքա սովորի այդ նոր անդամին, պետքա ադապտացվի իր նոր կարգավիճակին, որ էլ ինքը չի տան փոքրը։ Իհարկե մեծերի դեպքում ամեն բան շատ ավելի հեշտ է լինում, որովհետև իրենք ավելի գիտակցորեն են դրան մոտենում, ինչպես մենք մեծերս։ Մեծերի դեպքում ասելով մեծ երեխաների նկատի ունեի, բայց փոքրիկների դեպքում, մինչև 3 տարեկան երեխաների դեպքում 3-4 մի քիչ ավելի բարդ է տրվում այդ փուլը, ու կարևոր է, որ դուք շատ ցենց մեծ համբերատարություն ցուցաբերեք ու երեխան զգա, որ դուք օգնում եք իրեն հաղթահարելու այդ խանդը։ Ամենասխալ բանը երեխայի վրա բարկանալն է, երբ նա ինչ-որ բան այն չի անում։ Խոսեմ կոնկրետ մեր օրինակով, սկզբի շրջանում լինում էր, երբ ես կողքի աչքով տեսնում էի, թե Առնոն ոնց է
դիտմամբ սեղմում սոսեի թևը, երբ ուզում է սոսեին սիրել, դա ցույց էր տալիս, որ ուզում է սոսեին գրկեմ սոսեին, գրկեմ, այս դու զգում ես, որ ինքը ավելի ամուր է սեղմում, քան պետքն է, ու ես այդ պահին կարող էի բարկանալ, բայց ես գիտեմ, որ բարկանալուց ինքը ավելի էր լարվելու սոսեի նկատմամբ, ու ես իրեն ասում էի, Արնո, ես գիտեմ, որ դու շատ պատահաբար սոսեին ցավացրեցիր, ասում եմ, չցավացրեցի, ասում էի, ցավացրեցիր, ես նկատեցի, դու շատ պատահաբար, ես գիտեմ, որ դու ուզում էիր ավելի նուրբ սոսեին գրկել, բայց գիտես, մի քիչ ավելի ամուր սոսեին գրկեցիր, ինքը շատ փոքրիկ է, իր ոսկորները շատ նուրբ են, պետք է սոսեին ավելի նուրբ գրկել, ու ամեն անգամ ինքը զգում է, որ դուք իր նկատմամբ չեք չարացել, չեք բարկանում իր վրա, որ դուք օգնում եք իրեն հաղթահարելու այդ դժվար փուլը։ Այդպես, գուցե շատ մանրամասն չխոսեցի այս հարցի մասին, բայց եթե ձեզ կհետաքրքրի ու եթե առհասարակ հետաքրքիր են մամայական թեմաները կամ իմ փորձը, ինչպես եմ ես երեխաների դաստիարակության հարցում ինչ մոտեցումներ եմ ցուցաբերում, կարող եք մեկնաբանություններում գրել ու ավելի հաճախ, ավելի հանգիստ պայմաններում, ոչ այսպես մեյքափս մաքրելով, կխոսեմ տարբեր թեմաների մասին։ Չչարաշահելով երեխաների ու հատկապես Էմինի համբերությունը, ով էս պահին սոսեին է զբաղեցնում, եկեք մի հատ էլ մինչ վլոգը ավարտել է, ձեզ շատ արագ ցույց տամ սոսեի նոր հագուստները, որովհետև գիտեմ, որ ձեզ հետաքրքիր է, հատկապես որ վլոգի սկզբում ցույց էի տալիս, որ խանութում եմ ու սոսեի համար հագուստներ եմ ընտրում։ Սկսենք սրանից, այս տոպրակը ընկերուհուս նվերն է, ինչ գցեցի, ինչ որ կոճակ, ինչ-որ մի բանի վրայից, լավ ընթացքում կհասկանանք ինչի կոճակը ընկավ։ Տաս? Հա տուր տեսնենք ես ինչի կոճակը ընկավ։ Սոսեի շորիկներից մեկի կոճակը երևի ընկավ, հեսա կհասկանանք, որ շորինն է։ Սա ընկերուհուս նվերն է սոսեին, սենց աշնանային սեթ հա, քանի որ ինքն էլ սոսեին չէր տեսել ու չէր պատկերացնում, թե սոսեն ինչ չափեր կունենա, ընտրել է ավելի սենց աշնանային տարբերակ, որը աշնանը հաստատ սոսեի հագով կլինի, շատ սիրունի կա, շատ նուրբ ու շատ սոսեին համապատասխան, շատ եմ հավանել, աշնանը հաստատ հաճախ կտեսնեք սոսեի հագին, շատ պաստելային սիրուն անուշ երանգների մեջ։ Անցնենք առաջ, այստեղ սենց նասկիներ եմ վերցրել ինձ համար, երբեք նասկիները շատ չեն լինում, կարող է կոճակը այս ժակետի, չէ, սրա կոճակները ուրիշ տեսք ունի, այս այն ժակետն է, որն ասում էի, որ վիշնյաներով վերցրել եմ, բայց սոսեի հագին մեծ է եղել, կարծում եմ այս ժակետն էլ աշնան արդեն կկարողանա սոսեն հագնել, տեսեք ինչքան սիրուն է, ինչքան նուրբ։ Սոսեի համար վերցրել եմ նաև այն վիշնյաներով սեթը, որ խանութում ցույց եմ տվել, բայց հիմա արդեն լվացել եմ, ու դա չեք տեսնի դուք պարանինը, այսպիսի շորտ և շապիկ, հորաքույրս է նվիրել սոսեին, սա ես եմ վերցրել լիմոնիկով բոդի և իր լեգինսը, լիսենց մանր լիմոններ եմ վրան, եվս երկու բոդի, այսպիսի և այսպիսի ծաղկային պրինտով շատ նուրբ դեղին, այս տարի իդեպ նուրբ դեղին է, սկսել է դուրս գալ, կարծում եմ ամռանը ես էլ ինչ-որ բաներ կկրեմ այս երանգների մեջ։ Տեղ ունենք այսպիսի տարբերակ, շապիկը էլի իր լեգինսով, շատ սիրուն է, շատ, և ունենք այսպիսի շորիկ, ասեք, որ շատ սիրուն է, պատկերացնում եմ արդեն սոսեին այս շորիկով, եկար սոսե, արի, այս էլ մեր սոսեն,
Արնոն կողմից ասում է չէ, պրինցեսան։ Մեր պրինցեսայի հետ ավարտենք վլոգը։ Դեմքս կարմրած էր, որովհետև նոր մաքրելուց հետո նաև մի թեթև խնամքարեցի։ Մեր պրինցեսայի հետ ավարտենք վլոգը։ Հա, Սոսե։ Ասենք առայժմ եւ մեր հետևորդներին մաղթենք օրվա հիանալի շարունակություն։ Կհանդիպենք հաջորդ վլոգի շրջանակներում։